Ասեմ, որ մեկնել էի աշխարհի առողջությանը միայն ոսկե մեդալ նվաճելու համար, անցկացրեցի 5 գոտեմարտ, ամերիկացի, պոլշայի, թուրք, ինչպես եզրափակիչը իրանցի եւ եզրափակիչը արդեն ճապոնացի իմբիշի հետ, շատ լավ էի նախապատրաստվել, անցել էի լավ ուսումնամարզական հավաքներ, նաեւ մասնակցեցի միջազգային մրցաշարի միջև աշխարհի առողջությանը եւ գտնում էի լավ մարզավիճակում եւ փառք Աստծո կարողացա հռչակվել աշխարհի կրկնակի հաղթող։ Իսկ եզրափակչում հենց օլիմպիական խաղերի գործող չեմպիոնին հաղթելը 11 հաշվով ինչպես կնահատեք։ Անկեղծ չէի մտածում, որ կարող է հեշտ հաղթեմ ճապոնացի իմբիշին, քանի որ նա էլ մեր քաշային կարգի ուժեղագույն իմբիշներից է։ Ուղղակի իմ այս Եվրոպայի առաջնությունից ինչ նախապատրաստվել եմ աշխարհի առողջությանը, իմ այդ մարզումները այդ ամեն ինչը բերեց նրան հասցրեց, որ ես կարողանամ հոգեպես էլ պատրաստ լինել։ Ես մի վայրկյան չեմ կասկածել, որ կարող եմ պարտվել հենց այստեղ։ Եվ դա էլ օգնեց, որպեսզի կարողանամ նրան հաղթել, բայց ոչ այսպես հեշտ։ Երևի այդ օրը իմ օրն էր եւ այդ պահին ես էի լավ մարզավիճակում, ես էի ինձ լավ զգում եւ այս անգամ ինձ հաջողվեց հաղթել։ Շամարտի միջազգային ֆեդերացիան գրառում էր կատարել ձեր գոտեմարտի ու գրանցած հաջողության վերաբերյալ, նշելով վերադարձ գագաթնակետին, ձեր դիտարկմամբ ինչ էր այս հաջողությունը, ինչպես կմեկնաբանեք։ Դե երևի այն էր, որ կարողացա հաղթել գործող օլիմպիական հաղթողին եւ այդ գրառումը կատարեց, դա կարող եմ միայն ասել։ Շատ լավ, խնդրեմ Սլավիկին լսենք։